գործերի նախարարության աշխատակիցները Մարնեուլիում ձերբակալել են 1994 թվականին ծնված անձի խոշոր չափի գույք ձեռք բերելու նպատակով շորթման մեղադրանքով։ Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը օգտագործելով քրեական հեղինակության անունը մի անձից, ով զբաղվում է փոքր բիզնեսով, պահանջել է 4000 ԱՄՆ դոլար, սպառնալով կյանքից զրկել նրան և նրա ընտանիքի անդամներին, ինչպես նաև ոչնչացնել նրանց գույքը։ Անցկացված հետաքննության արդյունքում իրավապահ մարմինները դատավորի որոշման հիման վրա որպես մեղադրյալ ձերբակալել են մեկ անձի։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 7 տարի ազատազրկում։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են նախկինում դատապարտված 1994 թվականին ծնված անձի 2 կամ ավելի անձանց նկատմամբ խմբակային բռնության մեղադրանքով։ Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը և նրա ընկերները բանավեճ են ունեցել եղբայրների հետ, որը վերաճել է ֆիզիկական բախման։ Նշված բախումից հետո կռվի մասնակից անձինք լքել են դեպքի վայրը։ Իրավապահները միջադեպից կարճ ժամանակ անց տաք հետքի վրա ձերբակալել են մեղադրյալներից մեկին և հանցագործությանը մասնակից մյուս անձանց պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով ձեռնարկվում են համապատասխան գործողությունները։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 2 տարի ազատազրկում։ Ներքին գործերի նախարարության, Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության և Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները ձերբակալել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման և Վրաստան ներմուծելու մեղադրանքով 2 անձի՝ Գերմանիայի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների։ Ձերբակալել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանի և Սարփի սահմանային անցակետի տարածքում։ Մեղադրյալների անձնական և ճանապարհորդական պայուսակները խուզարկելիս առգրավել են տարբեր անվանումներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, այդ թվում կոկաին, մեթամֆետամին և պրեկաբային։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 12 տարի ազատազրկում։ 75 երկրների թվում, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն կդադարեցնի իմիգրացիոն վիզաների տրամադրումը, ընդգրկված է նաև Վրաստանը։ Ցանկում ներառված են նաև Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը և Մոլդովան։ Տեղեկատվությունը տարածվել է ԱՄՆ-ի պետական վարչության հուշագրի հիման վրա։ Լրատվամիջոցների տեղեկատվությամբ գործընթացի կասեցումը կսկսվի հունվարի 21-ից և կշարունակվի անորոշ ժամանակով, մինչև ԱՄՆ-ի պետական վարչությունը կվերագնահատի վիզաների տրամադրման ընթացակարգերը։ Fox News-ը գրում է, որ 2025 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի պետական վարչությունը հրաման է ուղարկել դիվանագիտական ներկայացուցչություններին, որը պահանջում է հյուպատոսական աշխատակիցներից խստացված ստուգումներ անցկացնել դիմորդների նկատմամբ։ Մասնավորապես, այն պարտավորեցնում է հյուպատոսական աշխատակիցներին հրաժարվել վիզա տրամադրել այն անձանց, ովքեր հավանաբար կախված կլինեն պետական նպաստներից։ Որոշում կայացնելիս հաշվի կառնվեն բազմաթիվ գործոններ, այդ թվում առողջական վիճակը, տարիքը, անգլերեն լեզվի իմացության մակարդակը, ֆինանսական վիճակը, երկարատև բժշկական օգնության հնարավոր կարիքը և այլն։ Նշված հարցին արձագանքում է կառավարման թիմը։ ԱՄՆ-ի վիզային քաղաքականության և վիզայի չեղարկման հարցի վերաբերյալ պարզաբանում է տվել ԱՄՆ-ի պետքարտուղարը։ Մարկո Ռուբիոն պետական վարչությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր ղեկավարության ժամանակահատվածում տարբեր պատճառներով չեղարկվել է ավելի քան 67 հազար վիզա։ Ռուբիոյի պարզաբանմամբ գոյություն ունեն վիզաների չեղարկման մի քանի կատեգորիաներ։ Վիզաները նախատեսված են այցելության համար, և նրանք ամեն օր ամբողջ աշխարհում մերժում են վիզաներ տրամադրել։ Մարկո Ռուբիոյի խոսքով պետվարչությունը կշարունակի խիստ ստուգումներ անցկացնել այն բանի ապահովման համար, որ երկրի տարածք մուտք գործող մարդիկ սպառնալիք չներկայացնեն։
Լրատվամիջոցների տեղեկություններով իրանցի ակտիվիստը, որին մահապատիժ էր սպառնում, կենդանի է։ Առկա տեղեկություններով Իրանում մահապատիժը դադարեցվել է, իսկ բողոքի ցույցերը շարունակվում են։ Պաշտոնական տվյալներով ցուցարարությունների ժամանակ զոհվել է առնվազն 2600 մարդ, սակայն վերլուծաբանները ենթադրում են, որ իրական թիվը հնարավոր է հասնում է մինչև 12000-ի։ Զուգահեռաբար արդեն 6 օր է, ինչ երկրում համացանցը լիովին արգելափակված է։ Իրանում Միացյալ Նահանգների կողմից հնարավոր ռազմական գործողությունների ֆոնին մի քանի երկրներ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան և Իսպանիան քաղաքացիներին կոչ են արել դուրս գալ Իրանից։ Մեծ Բրիտանիան ժամանակավորապես փակել է Թեհրանում գտնվող դեսպանատունը և դուրս է բերել անձնակազմին։ Զուգահեռաբար անվտանգության նկատառումներով Իրանի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հակակառավարական բողոքի ցույցերի հետ կապված Իրանը չի պլանավորում կախաղան հանել մարդկանց։ Արաղչին Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ Իրանում բողոքի ցույցերը իրականում տարածաշրջանային ահաբեկչական գործողություններ են եղել և ոչ թե պարզապես ցույցեր։ Իրանի արտգործնախարարի խոսքով ահաբեկիչները փորձում էին մեծացնել զոհերի թիվը մեկ նպատակով՝ Դոնալդ Թրամփին հակամարտության մեջ ներգրավելու համար։ ԱՄՆ-ի նախագահը Reuters-ին տված բացառիկ հարցազրույցում զրուցել է Իրանի նախկին շահի որդու Ռեզա Փեհլևի մասին։ Նա հետաքրքիր անձնավորություն է թվում, սակայն չգիտեմ, թե ինչպես է ընկալվում սեփական երկրում և արդյոք ունի ժողովրդի աջակցությունը։ Չգիտեմ, արդյոք կընդունի Իրանը նրա առաջնորդությունը, եթե ընդունի, ինձ համար լավ կլինի, նշել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ հնարավոր է բողոքի ցույցերի պատճառով Թեհրանի իշխանությունը տապալվի։ Մեծ յոթնյակի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարություն են տարածել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշում են, որ մտահոգված են ցույցերի շուրջ զարգացումներով, որ կտրականապես դեմ են Իրանի իշխանությունների կողմից դաժան բռնաճնշումների ուժգնացմանը։ Մեծ յոթնյակի անդամները պատրաստ են լրացուցիչ սահմանափակող միջոցներ կիրառել, եթե Իրանը շարունակի ճնշել բողոքի ցույցերն ու այլախոհությունը, խախտելով մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները, նշվում է հայտարարության մեջ։ Դանիայի զինված ուժերը հայտարարում են, որ դաշնակից երկրների հետ սերտ համագործակցությամբ Գրենլանդիայում ռազմական ուժերի ընդլայնման որոշում են կայացրել, քանի որ աշխարհաքաղաքական լարվածությունը տարածվել է նաև Արկտիկայում։ Հայտարարության մեջ նշվում է, որ այսօրվանից Գրենլանդիայում և նրա հարակից տարածքներում ռազմական ներկայությունը կընդլայնվի։ Սա ի նկատի ունի օդային ռազմանավերի, նավերի և զինծառայողների քանակի ավելացում, այդ թվում ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներից։ Ըստ փաստաթղթի, այս գործողությանը իրենց ներդրումը կունենան Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան և Նորվեգիան։ Զուգահեռաբար Դանիայի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի վրա հարձակում իրականացնելու հավանականությունը լիովին հիպոթետիկ է։